Ինչ վերաբերում է զոհվածների ընտանիքներին տրամադրված դրամական աջակցության ծրագրին, որով կարող են իրենք ձեռք բերել բնակարան կամ տուն, շահառուներից արձանք ստացանք, որ բանկերից իրենց զանգահարել են եւ տեղյակ են պահել, որ մինչեւ մայիսի 5-ը իրենք պետք է մարեն իրենց ունեցած պարտքը եւ պարզվեց, որ փաստացի Արցախի կառավարությունը, ով հանձներ առել վճարելու այդ սերտիֆիկատներով ձեռք բերած բնակարանների արժեքը ուրեմն 2023 թվականի նոյեմբերից այլևս չի կատարել որևէ վճարում եւ փաստացի այդ պարտավորությունները փոխանցվել են շահառուներին։ Բանկերը առաջին շրջանում չեն շտապել ոնց որ տեղյակ պահել բնակչությանը, հաշվի առնելով որ պետության հետ է պայմանագիրը, սպասել են, չեն դիմել ԴՀԱԿ-ը եւ այլն, վարույթ չի արուցվել այս առումով եւ փաստորեն կուտակվել, եկել հասել է մոտավորապես 1.5 տարի անցել է եւ պարզվել է, որ այդ մարդիկ շահառուները իրենք պետք է վճարեն այդ ամբողջ պարտավորությունը, այլապես վարույթ կառուցվի, կդիմվի ԴՀԱԿ-ը եւ այլն։ Մենք մեր գործընկերների հետ քննարկեցինք այդ սահազանգերի հիման վրա փորձեցինք կազմել դիմումներ տարբեր ինստանցիաներ, վարչապետի գրասենյակ, կենտրոնական բանկ, ընդհանուր իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար, բացի այդ բանկերի հիմնական քանի որ հեռախոսով են կապվել շահառուների հետ, փորձ է կատարվել ընդհանուր մի հատ ավելի մանրամասն ծանոթանալ եւ նաեւ փորձել հասկանալ արդյոք Հայաստանի կառավարությունը կվերցնի այդ պարտականությունները իր վրա։ 21 թվականի, երբ որ մեր ՀԿ-ն գրանցվեց, հիմնական sense աջակցությունը եւ գաղափարը գալիս էր հենց իրավաբանների հայկական ասոցիացիայից, Կարեն Զադոյանից, եւ երբ եղավ առաջարկը ստեղծելու նման խորհուրդ, մենք մեր հասարակական կազմակերպությունը մեծ ողջավորությամբ ընդառաջ գնացինք եւ համաձայնվեցինք միանալ այդ հիմնադիր կազմին եւ հետագա տարիներին էլի ԱԱԳ-ին համատեղ աշխատել ենք այդ թվում եւ Armor-Rights այդ հարթակի ստեղծման ուղղությամբ եւ Քարվաճառի շրջանից տեղահանվածների հետ կապերի հաստատումով փոխադարձաբար։ Կան տարբերություններ 20 թվականից տեղահանվածների եւ 23 թվականից տեղահանվածների միջև առաջին հերթին Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններից տեղահանվածների ուրեմն մոտեցումը Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանից տեղահանվածների հարցում, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր վրա վերցրեց բնակապահովման ծրագիրը այդ երկու շրջաններից տեղահանվածների համար, իսկ ավելի ուրեմն Արցախի այլ հատվածներից տեղահանվածների համար ժամանակավոր ինչ-որ միջանկյալ միջոցներ կազմակերպվեցին, որոնք հիմնականում արվում էին Արցախի կառավարության միջոցով։ 23 թվականին մենք ունենք sense հետաքրքիր թե միջազգային իրավունքի տեսակետից, թե ներպետական իրավունքի տեսակետից հետաքրքիր մի հատ իրավիճակ, որ փաստացի Արցախի Հանրապետությունը չկա եւ Արցախի կառավարությունը շատ հարցերում, հենց ուղիղ էլ ասենք ձեռքերը լվացել է, նույնիսկ դե յուրե գոյություն չունենալու պայմաններում իրավական տեսակետից, պաշտոնական տեսակետից գոյություն չունենալու, լուծարման տեսակետից միևնույնն է, նույնիսկ տարական ոնց որ սրտացավություն էլ չեն ցուցաբերում այդ հարցերում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ բնականաբար շատ sense խուսափողական, վախվորած դիրքորոշում ունի հարցի վերաբերյալ, մշակվեց տեղահանվածներին ժամանակավոր sense ինչ-որ բնակապահովման ծրագիր, որը շատ թերի է, որի վերաբերյալ քննարկումներ, հանդիպումներ շատ են եղել, բայց դեռ գոյություն ունեցող տարբերակները դեռ շատ թերի են։ Նախաձեռնության հիմնական նպատակը տեղահանվածներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելն է, նրանց իրավական, սոցիալական գրագիտության բարձրացումը, նրանց հետ պարբերական հանդիպումները Հայաստանի տարբեր համայնքներում, որպեսզի նախ նրանք իրանց մենակ չզգան եւ բացի այդ նաեւ իրենք շատ հարցերում իմանան, որ կարող են աջակցություն ստանալ իրենց հուզող թե իրավական, թե սոցիալական, թե այլ հարցերում։